Բայց դպրոցում դժվար Հարցը է։ Սեթերյանն է։ Համեցեք։ Մարս կենտրոնից 30 կիլոմետր հեռավոր Շամերային քաղաքում։ Մեծ ջուղում հնարավոր է մի հատ բուժ ամբուլատորիա։ Բժշկական ամբուլատորիա, որտեղ ըստից սրտային հիվանդները միշտ հասնում են Եղեգնաձոր մահանում են։ Ծրագրերի Ես մեջ խնդրում եմ այդ հարցը Առաջին 20 օրն ենք արեցին, բան վարչապետի, թե առաջին փուլում չկա, հաջորդներում կլինի։ Մենք հիմա նաև եթե չեմ սխալվում, մեր ծրագրում 50-ելի ամբուլատորիաների ծրագիր ունենք, այդ իրատեսականա, որ մենք այդ խնդիրը կլուծենք։ Երկրորդ հարցը։ Համեցեք։ Ես թոշակառու մարդ 74 տարեկան, ես մենք Եղեգնաձորից թոշակ եմ ստանում։ Տրանսպորտի հարցը Մի րոպե, ինչ է գնում թոշակ ստանում։ Հա, ինչ Թոշակ գնալը գիտեք ոնց եք հիմա ստանում։ Հիմա այդ նստանին նստում եք ու թոշակ ստանում։ Թոշակ ստանալու համար Եղեգնաձոր որ պետք է, ասենք, խանութից գնում եմ, մնացած ասենք, արձեր փողա պետք է, թաղմոնտեղ եմ եթում, կամ ինչ-որ ծնունդ եմ եթում, կնուկի եմ։ Ստեղ բան չկա, բանկոմատ չկա, ոչ Բանկոմատին եմ միտեղ։ ետնա։ Հմե ավտոբուս Մինչև Եղեգնաձոր ոչ միտեղ բանկոմատ։ Տրանսպորտ գույություն չունի։ Արենի ստեղից քանի կիլոմետր է։ Հա տրանսպորտի հարցը Չկա։ Արենի տրանսպորտի հարցը խնդիր է, բայց մարզի մրցույթը կա արդեն թե դեռ չէ։ 2 կիլոմետր գնում եմ Խաշմերուկը, որ Տրանսպորտի խնդիրը ո՞նց ենք լուծել մրցույթի դրել է։ Չէ, հենց մենք ասենք անհատի կանչել եմ, խնդրել եմ, ասել եմ արա, էլի էս վերջը մարշրուտը դուրս։ Եկել է ամեն օր մի հոգի, երկու հոգի։ Լսեցիք ինչ ասում։ Մի հոգու համար ավտոբուսի խնդիր կա։ Պարոն վարչապետ։ Հա ջան։ Հիմա որտեղ շատերը ավտո ունեն, այդ տրանսպորտի պահանջարկը երբեմն տրանսպորտ, այսինքն ձեռնտու չի լինում, որ տրանսպորտը աշխատի։ Համեցեք։